Ողջունենք ձեզի սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր շատերուն հետաքրքրող եւ շատերու համար լուրջ հարցումներու պատասխան մի դիտամ։ Ինչու մարդիկ աղոթքի ժամանակ գինան։ Շիդագ է կամ սխալ է։ Հետաքրքիր է, չէ՞։ Գրնալալ դուք մեկն եք, որ ասամեն ինչի պատասխանը գիտեք, գրնալալ մեկն եք, որ չեք գիտեր, գրնալալ մեկն եք, որ թեմն եք։ Ես պիտի խոսիմ այն սրդի դիրքով, որ բարձավես պատասխանեմ այս հարցումին, որ եթե դու մեկն ես չես գիտեր, ինչու չգիտնաս, մեկ հատ լսես Աստվածաշունչը ինչ կսե, ոչ թե իմ գարձիկս ինչ կսե, այլ Աստվածաշունչը ինչ կսե ասամեն ինչին, որ արդյոք շիդագ եմ կամ սխալ եմ, արդյոք պետք է ինան կամ ինչու պիտի ինան ընդհանրապես։ Մենք ինչ սորված ենք, ինչ տեսած ենք, ինչպես մեծած ենք, չէ՞։ Ամեն մեկս դարբեր պատասխաններ կրնանք տալ այս հարցումին, բայց ես եկել եմ պատասխանելու այս հարցումին, ինչու աղոթքի ժամանակ մարդիկ գինան, շիդագ է կամ սխալ է։ Նախ պետք է իրար հետ համաձայնենք, որ այսօր կրնան մարդիկ դարբեր գարձիկներ ունենան, որովհետև մենք մարդ ենք, անձնական գարձիկ կրնանք ունենալ եւ նորմալ է։ Բայց հիմա մենք պետք է բանով համաձայնենք, մտքով համաձայնենք, որ մեր անձնական գարձիկը ուրիշ է, ճշմարտությունը ուրիշ է։ Շատ ժամանակ մենք կրնանք գարձիկ ունենալ, բայց նորմալ է, կրնա սխալ լալ։ Հիմա մենք այս ամենը ինչպես պիտի քննենք, այս ամեն ընդհանրապես գրոնական հարցերը մենք ինչ հիմքի վրա պիտի խոսենք, ինչը շիդագ է կամ սխալ է։ Սիրելիներ, մենք որպես եկեղեցի մեր հիմքը եւ միակ հիմքը կսեբենք Աստվածաշունչը եւ ամեն բան, որ շիդագ է կամ սխալ է, մեզի համար Աստվածաշունչն է, որ կպատասխանե ադոր, ոչ մեկ հարանվանության գարձիկ, ոչ մեկ ծառայողի գարձիկ, ոչ մեկ, այլ Աստվածաշունչը, որ ճշմարիտն է եւ ճշմարտությունն է, որովհետեւ Աստծո խոսքն է։ Ադոր համար ես կուզեմ գիտնակ, որ ասամենը ոչ թե իմ գարձիկի կամ մեր եկեղեցու գարձիկի կամ ովև մեկ հարանվանության հիմքի վրա է, այլ Աստծո խոսքի հիմքի վրա։ Եվ հիմա սկսելու համար մեկ հատ կուզեմ իրար հետ կարտանք Մարգոս 16-րդ գլուխ 15-րդ խոսքեն։ Սավանոնց կացեք բոլոր աշխարհ ու ավետարանը կարոզեցեք բոլորը ստեղծվածներուն։ Ան որ հավատա ու մգրդվի, պիտի փրկվի, եւ ան որ չհավատա, պիտի թադաբարդվի։ Անոնք որ կհավատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան։ Իմ անունովս թևեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խոսին, ցերկերնին օծեր պիտի բռնեն, եւ եթե մահարի թեղը խմեն, իրենց պիտի չվնասե։ Հիվանդներու վրա ցերկ պիտի տնեն, ու անոնք պիտի առողջանան։ Արդ դերը անոնց հետ խոսելեն յետքը, երկինք համբարձավ, ու Աստծո աչ կողմը նստավ։ Անոնք ելան ու ամեն տեղ կքարոզեին, եւ դերը անոնց կորձագից էր ու խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք անոնց հետ կերտային։ Ամեն։ Եվ ոստեղ խոսքը հստակ եւ բարձ գսե, որ բոլոր անոնք, որ կհավատան ավետարանին, կդառնան հավատացյալ Հիսուս Քրիստոսին ընդունին իրենց կյանքերում մեջ, իրենց պիտի հետևին նշաններ։ Եվ այդ մի քանի նշաններու մասին կխոսի Հիսուսը, եւ յետքը հետաքրքիր ինչ է գիտեք, որ գրված է, երբ դերը կհամբարձի դեպի երկինք, երբ Հիսուս համբարձավ դեպի երկինք, գրված է աշակերտները գերտային կքարոզեին եւ Աստված դերը գահստադեր իր խոսքը այն նշաններով, որ կհետևեին անոնց։ Այսինքն Տիրոջ խոսքը գահստադվեր նշաններով։ Եվ սիրելիներ, եթե մենք կհավատանք, որ Հիսուս Քրիստոսը մեր Տեր եւ Փրկիչը 2000 տարի առաջ խաչվեցավ, արյուն տապեց եւ երրորդ օրը հարություն արավ եւ ինքը ողջ է, ուրեմն ինչպես 2000 տարի առաջ, նույնպես այսօր մեր Տերը ողջ է եւ ինքը կրնա հրաշքներ նշաններ անել։ Եվ ինչպես որոս կտեսնենք, որ մեկը չսե Հիսուս գետնի վրա էր, ասելով գներ հրաշքներ եւ նշաններ, բայց հիմա երկինք համբարձավ։ Մենք ոս խոսքի մեջ հստակ կտեսնենք եւ երբ Տերը համբարձավ, աշակերտները կքարոզեին ավետարանը եւ Տերը կհաստատեր նշաններով եւ հրաշքներով այն խոսքը, որ իրենք կքարոզեին։ Հոստեղեն պետք է ընդմիջում մնեմ եւ ասեմ, որ նշանները եւ հրաշքները հաստատողը Տերն է եւ ոչ թե մարդը։ Այսինքն Աստված է, որ միան հրաշքներ գնե, բայց աշակերտներում միջոցով կհամագործակցի, որ այդ ամենը հաստատե, որովհետեւ նայեցեք գրված է աշակերտները կքարոզեին եւ Տերը կհաստատեր այդ խոսքը հրաշքներով եւ նշաններով։ Ադորամար սիրելիներ, եթե մենք այսօր կհավատանք, որ Աստված գա, ուրեմն Աստված ինքը ամենագարող է, եւ եթե Աստված ամենագարող է, ուրեմն ով կրնա սահմանափակել ամենագարող Աստծո, որ ինքը կրնա անել հրաշքներ եւ նշաններ։ Նորեն կշեշտեմ, ոչ մեկ մարդու կորց կամ կարողություն չէ, այլ
Աստծո կորզն է եւ Աստծո կարողությունն է, որ գրնա անել քերբնական հրաշքներ։ Այսօր շատ մարդոցքով կոնֆլիկտ եղած է եւ հարց եղած է, որ ով է ասմարտը, որ ինքը պիտի բժշկե, ով է ասմարտը, որ հրաշքներ պիտի։ Շատ հստակ է միտքը, շատ հստակ է հարցումը եւ շատ հստակ է ինչու գրնա կոնֆլիկտը լա մարդուն մեջ, եթե ինքը չի հասկանա այս նուրբ դարբերությունը։ Մարդը չէ հրաշքնողը, Աստված է հրաշքնողը, բայց Աստված մարդուն միջոցով կհայտնվի գոր եւ հրաշքներ կգործե գոր։ Մարդուն հետ համակորձակցելով կհաստատե գոր իր խոսքը։ Որովհետեւ սիրելիներ, ես էսի բանը ասեմ, Հիսուսի աշակերտները 12 աշակերտները եւ 12-ն զատ շատ աշակերտներ եւ նույնիսկ մենք կտեսնենք Աստվածաշունչի մեջ, որ բոլոր անոնք, որ կհավատան Հիսուսին, որ պիտի դառնան իրեն աշակերտները ոչ մեկ դարբերություն չունին իրար մեջ, այսինքն Հիսուսի աշակերտները 12 եւ ես որպես Հիսուսի աշակերտ եւ թուն որպես Հիսուսի աշակերտ ավելորդ կամ բագաս դարբերություն չունենք, որովհետեւ Հիսուսի աշակերտներն ալ Աստծո շնորհքով բրգվեցան, մենք ալ Աստծո շնորհքով բրգվեցանք, ով որ ընդունեց Հիսուսին։ Ադոր համար գրնալալ ասիեսի, որովհետև գրնալալ մարդիկ ասեն, ադի Հիսուսի աշակերտներն էին։ Սիրելիներ, ամեն մարդ արիթ ունի դառնալու Հիսուսի աշակերտը, բայց պատասխանը երևյալն է։ Մարդիկ չեն հրաշքնողը, Աստված է հրաշքնողը։ Աստված որոշեց մարդուն հետ համագործակցել։ Շատերը աս դեղեցությունը չունին, աս գիտությունը չունին, ադոր համար իրենցքով կոնֆլիկտ է։ Աստված որոշեց համագործակցել մարդուն հետ։ Աստված որոշեց իր Սուրբ Հոգին ուղարկել մարդոց մեջ, որ ով որ կհավատա Հիսուսին, արիթ ունենա լեցվելու Սուրբ Հոգիով։ Եվ բոլոր անոնք, որ կմգրդվին Սուրբ Հոգիով, զորություն կստանան եւ Աստծո զորությունը կգործե իրենց միջոցով։ Ահավասիկ ասի է, որ ոչ թե մարդիկ, այլ Աստված ինքն է, որ զորություններ կգործե մարդոց մեջ եւ մարդոց միջոցով։ Եվ հիմա վերադառնանք այդ խոսքին, որ գսե բոլոր անոնք, որ կհավատան, իրենց այդ նշաններ պիտի հետևին։ Սիրելիներ, հիմա հարցում, երբ որ Աստվածաշունչը գսե բոլոր անոնք, որ պիտի հավատան, իրենց այդ պետք է նշաններ լա։ Հիմա հարցում, նշաններ լալը մշիդակ է, չլալը մշիդակ է։ Ասպարակային անշուշտ է լալը շիդակ է։ Գրված է իմ անունովս թևեր պիտի հանեն։ Այսինքն Հիսուս Քրիստոսի աշակերտները իշխանություն ունին չար հոգիներ վրընդելու մարդոց մեջ են։ Հիմա ասիգա լամը շիդակ է, չլամը։ Անշուշտ է լա։ Նոր լեզուներ պիտի խոսին, ցերկենին հիվանդներու վրա պիտի ծնեն եւ հիվանդները պիտի բժշկվին։ Երբ որ Աստվածաշունչը գսե այս ամենը պետք է լա, ուրեմն այս ամենը պետք է լա եւ շիդակը ադի է։ Եթե չլա, խնդրեմ է։ Հիմա վերադառնալով ընդանուր մեր այսօրվա վերնակրին, ինչու մարդիկ գինան աղոթքի ժամանակ եւ հարցում շիդակ է կամ սխալ է։ Եկեք պատասխանենք։ Նախ մենք պետք է համաձայնենք իրար հետ, որ հոգևոր աշխարհը շատ իրական է։ Աստված իրական է, Սատանան իրական է։ Եվ հոգևորը քերբնական դաշտի մեջ է, ամեն ինչ որ հոգևոր է ինքը քերբնական կարողություն է, եւ ամեն ինչ որ ֆիզիկական է ինքը սահմանափակված է։ Եվ սիրելիներ, հիմա ես պիտի խոսիմ երկու գեդի մասին, թե ինչու գրնա լալ մարդիկ ինան։ Հիմա, եթե ինձ հարցնեք, անպայման պետք է մարդիկ ինան, ոչ։ Անպայման աղոթքի ժամանակ պետք է ինան մարդիկ, ոչ։ Չկա դանք օրենք, որ մարդը աղոթքի ժամանակ պետք է ինա, բայց գրնա լալ ինա։ Հիմա ես պիտի պատասխանեմ։ Մեծ դարբերություն կա, երբ որ ես ցեզի ասեմ, մարդիկ անպայման պետք է ինան աղոթքի ժամանակ։ Մեծ դարբերություն կա, ես ցեզի ասեմ, մարդիկ գրնա լալ ինան աղոթքի ժամանակ։ Այսինքն չեմ շեշտերսելով անպայման, ոչ, գսեմ գրնա լալ։ Հիմա առաջին բաժարներն մեկը, որ գրնա մարդը ինա աղոթքի ժամանակ, ադիգա երբ որ մարդը թևերը գազադակրվի։ Երբ որ հոգևոր թիվային դրսևորումներ գլա, ադիգա բաժար է, որ մարդը ֆիզիկապես քեդինինա եւ ոչ միայն քեդինինա, այլ ավելին։ Նայեցեք սիրելիներ, Ղուկաս ավետարան 9-րդ գլուխ 42-րդ եւ 43-րդ խոսքը։ Երբ գմոդենար Հիսուսը երբ գմոդենար, թև, այսինքն չար ոգին, զանիգա քեդինը զարգավ ու սաստիկ ծնցեց, իսկ Հիսուս սաստեց բիղձ ոգին եւ բժշկեց դղան ու զանիգա իր հորը դվավ։ Գրված է չար ոգին, զանիգա այսինքն դղուն քեդինը զարգավ
ու սաստիկ ցնցեց։ Ով որ Հիսուսի ֆիլմը դիտեր է նույնիսկ, եթե դու մեկն ես որ չես դեսած քո արժևդ այսպիսի բաներ, եթե Հիսուսին ֆիլմը դիտեր ես նույնիսկ դեղ մգա Հիսուսը դղումը գաղոթե որ չար օքիներն ազատվի եւ թևը գզարնե չար դղում կեդին եւ ոչ թե բարձավես դղան գինա, այլ անսովորական ծևեր գսկսի ընել, գսկսի չարչարվիլ, գսկսի Պերնեն թուքեր դուրս գալ, փրփուրներ դուրս գալ եւ գրված է զարգավ իրեն եւ ցնցեց։ Ահավասիկ բաժարները մեկը ինչու գրնա լալ աղոթքի ժամանակ, ծառայության ժամանակ, աս բարակային թևերեն ազատագրվելու ժամանակ, երբ գաղոթե Աստծո ծառայողը գրնան մարդիկ ինալ կեդին եւ նույնիսկ ոչ թե բարձավես ինան, այլ ոչ սովորական ցևով ինան Գրված է քեդինը զարգավիրեն։ Հիմա դու պատկերացուր դիմացդ մեկը հանգարց քեդինը գփրվի ասանք։ Դու գսես ասի ինչ է, խենտեն ինչ են։ Բայց սիրելիներ, գիտեք ինչ, մենք պետք է խոսենք ավետարանը, որ ճշմարտությունն է, եւ ավետարանը գխոսի հոգեվոր իրականության մասին եւ գխոսի չար ոգիներու մասին։ Եվ ես մի հարցնեմ հիմա, մարմինը ինչ է, որ չար ոգիներու, լսեցեք չար ոգիներու ազատագրման ժամանակ ինքը գիտես ասանք դեղը մնա, չէ գիծար դու մի որոշես միջի շարժի քո մարմինդ։ Չէ սիրելիս ամեն բան կուցերքը չէ։ Ադ վարգյան, ադ դեղին մարմինը չի թիմացավ եւ լալով սատանայի իշխանության դակ ադիգա քեդինը զարգավ տշտամին, բայց հետո Հիսուսը ազատեց իրեն։ Հիմա հարցում Բայման է ամեն ժամանակ մարդը երբ որ չարոքիներեն ազատվի քեդինինա նորեն ոչ օրենք չէ շատ ժամանակ դու երբ որ Աստվածաշունչը գլսես ազգազադակրվից թևերն որովհետև Հիսուսը գսե գլսեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ազատ կրնա արձակել ցեզի ազատ գարցակել ցեզի բայց շատ ժամանակ այդ թևերը չարոքիները գտրսևորվին եւ դուրս կուքան բայց ադիգա ճշմարտություն է ուրեմն մենք սիրեներ Հիմա հարց մեր գարձիկին եւ մեր հասկացողության հիման վրա պիտի թադենք թե ճշմարտությունը պիտի դեսնենք քննենք եւ դեսնենք կարելի է այնպիսի բաներ հիմա եթե Աստվածաշունչը գսե որ այսպիսի բաներ պիտի լա չլան է հարցմանշանը հոնե ինչու չլար գոր եթե գրված է պետք է լա ուրեմն երբ որ լա ադիգա լավ լուր է երբ որ չլա վատ է ասիգա առաջին օրինակն է եւ շատ հստակ սիրեներ Եվ այսօր գշեշտեմ ես, որ եկեղեցին միջոցով, Աստծո ծառաներուն միջոցով պետք է աշխարհի մեջ մարդիկ թևերեն ազատվին եւ այսօր համար Հիսուսը գսե իմ անունով թևեր պիտի հանեք, որովհետեւ այսօր չար օքիները գփնակվին մարդկության մեջ եւ Հիսուս Քրիստոսը որպես աշխարհի փրկիչ ինքը ազատիչն է, ինքը փրկիչն է։ Ադորամար մենք որպես Աստծո ծառաներ գծարայենք Եվ մեր ծառայած ժամանակ մենք կաղոթենք, որ մարդիկ թևերեն ազատագրվին եւ այդ ամենը պետք է ելան եւ ադիգան նշան է հավատացյալներուն մեջ։ Ինչպես որ Աստվածաշունչը գսե։ Ասի առաջին օրինակ, շատ բարձ։ Երկրորդ օրինակը հոգեվոր աստվածային դրսևորումներ։ Հոգեվոր աստվածային դրսևորումներ երբ որ կգադարվին, նորեն բաժար է այդ ամենը, որ մարդը չի թիմանա եւ ինա։ Նորեն հարցում Անպայման պետք է մարդը ինա ոչ այսինքն նայեցեք հոգևոր աստվածային դրսևորումներ այսինքն երբ հավաքվեր ենք գփարապանենք Աստծո երկրբակենք իրեն կամ երբ մեկը գուզե աղոթել մեզի համար հանգարց գրնա Աստծո ներկայությունը կա եթե մենք ժողովուրդ ենք որ գհավատանք Աստված ողջ Աստված է Աստված գա եւ Աստված ով է որ գրնա սահմանապակել Աստծո որ ինքը ուր հայտնվի եւ ուր ներկա ալլա կամ չլա Հիմա Աստված ինքը որպես Աստված ամեն տեղ ներկա է բայց երբ գուզե հայտնել իր փառքը չէ հայտնել իր փառքը հիմա ասիմ որ ավելի լավ բացատրեմ Աստված որպես Աստված ամեն տեղ է բայց շատ դեղեր մեղքի պատճառով Աստծո փառքեն բացած են Աստծո փառքը չի գա այդտեղ բայց երբ որ Աստված գուզե հայտնել իր փառքը Արդեն ադիգա նույնիսկ սկացմունքով գտրսևորվի մեր մեջ։ Ադորամար մարդը Աստծո ներկայության մեջ, երբ որ Աստված իր փառքը գահիտնե, գրնա չի թիմանա եւ ինա։ Հիմա նայեցեք։ 5 դագարանեն մինչև նոր դագարան, 60 դեղեր գա, երբ մարդիկ իրենց երեսնուն վրա ինգան, երբ որ Աստծո ներկայությունը եկավ։
Աստծո երբ Աստծո դեսան, իրենք չթիմացան։ Սիրեներ, գրնանք մենք գարձիկներ ունենալ, ասել, ադիգա 5 դագարանի մեջներ Աստված ներկայացավ իրենց ինգան։ Նոր դագարանի մեջ գրնաս ասել, ադիգա ադանք եղավ։ Սիրեներ, 5 դագարանը, նոր դագարանը աշխարհի սկիզբն մինչև աշխարհի վերջն է։ Եվ մենք դեր աշխարհին վերջը չեկանք, Հիսուսը դեր իր խոսքով գործի այս երկրի վրա։ Եւ Աստված ոչ մեկ բանով չի գրնար սահմանապակվել, ոչ մեկ զորություն իրեն չի գրնար սահմանապակել։ Եվ եթե մենք հիմա ժողովուրդ ենք, որ գահավատանք Աստծո, որ ինքը ողջ է, ուրեմն նույն Աստված այսօր նույնն է եւ մինչև Հավիդյան։ Եզեկիել 3-րդ գլուխ 20-րդ խոսքի մեջ գրված է ես ելա դաշտը կացի եւ ահա հոն գայներ էր դիրոջը փառքը Եզեկիել կգսե քորապ քեդինքով դեսնված փառքին բես ու ես երեսիս վրա ինգա Աստծո փառքը այդտեղ էր գսե եւ ես երեսիս վրա ինգա հիմա հարցում սիրելիներ երբ որ մենք կհավաքվենք Աստծո փառապանելու երկրբակելու Աստծո խոսքը լսելու արդյոք Աստված իր փառքը չհայտներ անշուշտ կհայտնե Սիրեներ գրված է Հիսուս կսե ուր որ 2-3 հոգի կհավաքվի իմ անունի համար ես այդտեղ ներկա եմ Հոս գիտեք ինչի մասին կխոսի Նորեն քիչ առաջվա ասածից պես չէ որ Աստված ամեն տեղ ներկա է ինչու Հիսուս կսե ուր որ 2-3 հոգի կհավաքվի ես իմ անունով ես հոն ներկա եմ կամ կներկայանամ գիտեք ինչի մասին է Հիսուս որպես Աստված ամեն տեղ ներկա է բայց ուր որ 2-3 հոգի Գահավաքվի իմ անունով, ես գահայտնեմ իմ ներկայությունը իմ փառքը, այսինքն գդրսևորեմ իմ հայտնի ներկայությունը։ Ես գրնամ վգայել եւ շատեր գրնան վգայել, որ օրինակ հիմա որ ես նստած եմ, անանք մեկ չէ որ շատ գսկամ դիրոջ ներկայությունը հիմա իմ սկացումներով գսկամ իմ ներկայությունը։ Ոչ, ես գահավատամ, գիտեմ որ Աստված ներկա է իմ կողս, բայց ես շատ ժամանակ սենյակից մեջ աղոթած ժամանակս Աստծո փառքը գահայտնվի եւ ես Նույնիսկ սկացումներով, ամեն ինչովս, իմ էությունովս կսկամ, որ ինքը հիմա ներկա է։ Ադիր հայտնվող ներկայությունն է։ Եվ Հիսուս կսե, ուր որ 2-3 հոգի հավաքվի, ես կհայտնեմ իմ ներկայությունը։ Եվ Աստված գրնա հայտնել իր փառքը մարդուն եւ մարդը, սիրելիներ, մարդուն մարմինը ինչ է, որ ամենակարող Աստծո երկինքի երկիրը ստեղծող, լերները ստեղծող, աստղերը շարող, արևին հրամայող, մեզի ստեղծող Մենք մարդիկ, որ գիտությունը մինչև հիմա գնայի աս մարդը ինչպես է ստեղծված թեր գսերդե չի գտներ, ատկան խորունգ է մեր ստեղծագործությունը, այն Աստված, որ ամենակարող է, մեր մարմինը ինչ է, որ թիմանա իր ներկայության մեջ, անշուշտ գրնալալ չի թիմանա եւ ինա։ Ավասիկ հստակ, շատ հստակ պատճառ, ինչու կարելի է լա։ Սիրելիներ Ավասիկ իմ պատասխանը Աստծո խոսքի իման վրա Ես չելա իմ գարձիկովս խոսելու, բայց խոսելու ճշմարտությունով Հիմա ես անգերց մամամից եմ Գրնալալ շատ դեղեր Շատ մարդիկ Ցևագերբություն գնեն կամ ցևագերբության մեջ են Աստծո արչև գսեմ Ով եմ ես որ թադեմ Բայց պատասխանը այո է Գրնալալ շատ դեղեր Ցևագերբություն գնեն Շատ դեղեր ավելորդ կամ բագաս բաներ գա, այո գա Բայց ով եմ ես եւ ով ես տուն որ թադես Բայց հիմա մարդիկ ցևագերբություն գնեն կամ ինչ որ դեղեր ավելորդ բաներ կամ բագաս բաներ գա Հիմա ասիգա բիդի աստե ճշմարտության վրա որ մենք ասենք չէ աս ամենը սխալ է ոչ սիրելիներ ճշմարտությունը կմնա ճշմարտություն հիմա մարդիկ եթե ավելորդ բագաս բաներ գնեն ադիգա մարդոց կորձն է մարդոց հետ թող Աստված լուծե իրենց հարցը բայց մարդոց սխալներու պատճառով մենք չենք կրնար ճշմարտության հարվածել չենք կրնար սիրելիներ Աս օրինակը բերեմ օրինակ շատերուն համար ապաշխարություն բարը ասենք վախտալիք բար է Հիմա շատերը ինչու անանք եղեր են գիտեք որովհետև շատ մարդիկ ապաշխարություն բարը կործածեր են եւ իրենց կյանքով չեն ներկայացուցած չդակ եւ ուրիշ մարդիկ դպավորվեր են որ աս ապաշխարածները խենթ են Հիմա ад սխալ փորձառությունը պատճառ է որ ապաշխարությունը սխալ բարը լա ոչ ապաշխարությունը շատ աստվածաշնչյան բարը է ինքը Հիսուսի առաջին քարոզն է ապաշխարեցեք որովհետև երկնքի արքայությունը մոտեցած է ապաշխարությունը սել է մտափոխություն Հիմա եթե մարդիկ սխալ բաներ գնեն ադիգա Բաջար չէ որ ճշմարտությունը սխալ է լա Ադոնամար ասիալ նույնն է
Եթե այսօր աշխարհի դարբեր դեղերը ավելորդ բագաս բաներ կան եկեղեցիներում մեջ կամ մարդոց մեջ, ադիգա իրենց խնդիրն է, բայց ճշմարտությունը գա, որ գրնա մարդը աղոթքի ժամանակ ինա։ Այո։ Ադորամար ասիեր պատասխանը սիրելիներ, ես կքաչալերեմ, որ մարդոց ղրգեք աս վիդեոն, գիտեք ինչն է պատճառը, որ աս ամենը ես Աստծո սիրով գուզեմ որ բաժնեցիլ, որովհետև այսօր նույնիսկ հավատացյալ ժողովուրդ ցեզի ասեմ շատ թյուրին է թադել սելով մարդոց, չէ, ադամենը շիդագ է, դուք չեք գիտեր, դուք սխալ եք, բայց սիրելիներ, մեկ հատ հանդարտինք, մարդիկ այսօր պետք ունին լսելու շիդագը ինչ է, պետք ունին լսելու ճշմարտությունը։ Այսինքն ես այսօր ելեր եմ խոսելու այս ամենը գիտակցելով, որ մարդիկ չեն գիտեր եւ նորմալ է եթե չեն գիտեր գրնան սխալ գարձեն, հիմա աս մարդոց եթե մեկը չի խոսի, ինչպես պիտի գիտնան աս մարդիկ։ Գրնալալ հավատացյալ ժողովուրդը շատ ժամանակ գտադե at մարդոց, որ իրենք չեն գիտեր, բայց մենք պետք է սիրեներ սիրով բացատրենք եւ խոսենք։ Հիմա ես գիտեմ շատ մարդիկ կան, որ մեզի գտիդեն, եւ ես շատ մարդ կճանչնամ, որ աս խոսածից թեմեն, քանի որ իրենք չեն գիտեր շիդագե կամ ոչ, դպավորված են, որ ասիգա սխալ է, լսած են, որ ասիգա սխալ է, ուրիշները ասած են, որ ասիգա սխալ է, հիմա հարցում, աս մարդիկ ինչի պետք ունին, պետք ունին լսելու ճշմարտությունը։ Ինչու ադիգա սխալ է։ Եթե սխալ չէ, ինչու շիդագ է։ Աս ամեն հարցումը մարդը իրավունք ունի հարցնելու։ Հիմա at մարդոց ով պիտի պատասխանե։ Աստվածաշունչը կպատասխանե։ Եվ Աստված իր ծառաներու միջոցով գնա այս ամենը։ Ադորամար ես որպես Աստծո ծառայող, աս խոսքը ուզեցի բաժնեցիլ, հավատացյալ ժողովուրդ կխնդրեմ դարաձեցեք։ Մարդիկ պետք ունին այս ամեն ինչին, որ իրենց հարցումները պատասխանվի, որբեսի մարդոց միտքերը լուսավորվելով իրենք ավելի բացը լան Աստծո կորձին եւ որբեսի դեսնենք մեծ արտնություն ըլլա հայ ասկին մեջ ըլլա ամեն ասկերուն մեջ Հիսուս Քրիստոսի անունով Աստված օրհնեցեզի շատ